Հիսուս փորձվեց 3 փորձություններով մկրտությունից հետո։ Արդյոք այս 3 փորձությունները ուսուցում, դաս ունեն մեր հավատացյալներիս կյանքում։ Իհարկե, ես բազմաթիվ պատգամների մեջ անդրադարձել եմ այս 3 փորձություններին։ Մատթեոսի ավետարան 4 գլուխ առաջին 11 խոսքերում են նկարագրվում եւ շատ հակիրճ հիմա ասեմ, առաջին փորձությունը դա մեր ցանկությունների փորձությունն է, երբ որ Տեր Հիսուսը սովեց, սատանան մոտեցավ նրան 40-օրյա ծոմապահությունից հետո մոտեցավ ու ասեց. եթե դու Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան, եւ Տերը իր աստվածային իշխանությունը չօգտագործեց իր ցանկությունը բավարարելու համար, եւ այս փորձության հաղթանակը մեզ համար կարող է օրինակ լինել, որովհետեւ մենք էլ տարբեր ցանկություններ ենք ունենում եւ շատ հաճախ մարդիկ իրենց աղոթքների մեջ իրենց ցանկությունների կարծես բավարարումն են փնտրում, չհարցնելով արդյոք այդ ցանկությունը Տիրոջ կամքի մեջ է թե ոչ։ Իհարկե մենք կարող ենք խնդրել այն բոլոր ցանկությունների համար, որ Տիրոջ կամքի մեջ են, անգամ եթե կասկածում ենք Տիրոջ կամքի մեջ են թե ոչ։ Տեր Հիսուսը օրինակ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, ասելով, խնդրելով, որ այդ բաժակը հեռացնի իրենից, բայց ոչ թե իր կամքը լինի, այլ Աստծո կամքը։ Մենք կարող ենք, եթե ցանկությունները գիտենք Աստծո կամքի մեջ են թե ոչ, կամ այսպես մտածում ենք, որ հաստատ Աստված դեմ չէր լինի, կարող ենք Տեր Հիսուսի այս աղոթքով աղոթել։ Բայց եթե գիտենք, որ դա Տիրոջ կամքը չի, իսկ Տեր Հիսուսը այդ պահին գիտեր, որ սատանայի ուղղորդմամբ ինքը քարերը հաց չի դարձնելու, թեև կարող էր, հաղթեց այս փորձությունը, եւ այս հաղթանակը մեզ համար պետք է օրինակ լինի, հաղթեց այս խոսքերով, ես կասեի այս հռչակումով։ Մարդիկ շատ անգամ հռչակումները սխալ են կիրառում, եւ Տեր Հիսուսից մենք պետք է սովորենք ճիշտ հռչակումը։ Եվ Տեր Հիսուսի հռչակումը հետեւյալն էր. ի լուր ամբողջ տիեզերքի, հոգևոր աշխարհի Տերը ասաց. գրված է, ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո շուրթերից։ Սա նշանակում է, որ ինձ համար Աստծուն հնազանդվելը ավելի մեծ փափագ է, քան իմ մարմնի ցանկությունը։ Եվ սա հռչակում էր, եւ հռչակումը ուղղակի Աստծուն հնազանդության, Աստծո խոսքին հնազանդության հռչակումն էր, եւ հաղթեց այս փորձությունը, ցանկությունները։ Երկրորդը դա փառքի ու հարստության փորձությունն էր, որը նույն սկզբունքը ուներ։ Մենք նաև ցանկություններ ունենք այս աշխարհի, տեսնում ենք հարստություն, փառք, անուն, հեղինակություն, եւ մարդը բնական հակում ունի, որ ինքն էլ դա ունենա, բայց սատանան ծուռ ճանապարհներ է առաջարկում, հեշտ հարստանալ, որը ծուղակ է, խախտել Աստծո խոսքի սկզբունքները, խարդախություն, գողություն, չգիտեմ, տարբեր իրար տակ փորելով առաջ գնալ, տարբեր ճանապարհներ է առաջարկում, եւ այս ամենը իրեն երկրպագելու կերպերն են։ Եվ եթե մենք ուզում ենք դաս քաղել այս փորձությունից, ապա կրկին պիտի լսենք, ինչ ասաց Տեր Հիսուսը, այևս մեկ անգամ հռչակեց. գրված է, Աստվածաշնչի մեջ գրված է, որ միայն քո Տեր Աստծուն երկրպագիր։ Երբ սատանան մոտենում է քեզ ու առաջարկ անում մի փոքր խարդախություն, մի փոքր մութ ու խավար գործ, եւ դու կհարստանաս, եւ դու շահ կունենաս, սա ինքը ասում է երկրպագիր ինձ, եւ ես քեզ կտամ։ Աստծո խոսքին հակառակ գնա, եւ ես քեզ կտամ այն, ինչ որ դու ուզում ես։ Գրված է արտահայտությունը, այսինքն ես նախընտրում եմ չունենալ այդ ամենը, բայց հնազանդվել Աստծո խոսքին, Աստծո կամքին։ Սա հաղթանակի բանալին է։ Երրորդ փորձությունը դա Աստծո խոսքի սխալ մեկնաբանությունն է, մոլորությունը, որ սատանան ինքը մեջ բերեց Սաղմոսներից, մի փոքր ծռելով Սաղմոսների այն հատվածը, որտեղ ասում է, երբ որ ընկնես, հրեշտակները կբռնեն եւ քո ոտքը քարին չի դիպչի։ Փոփոխությունը հետեւյալն էր. քեզ գցի այստեղից։ Աստծո խոսքի մեջ երբեք գրած չի, որ այդ բարձր աշտարակից պիտի գցեր Տերը եւ փորձեր, եւ Աստծուն փորձելու գայթակղությունները շատերի կյանքում են լինում։ Ոմանք փորձում են տասանորդի հարցում, ասում են, դե հիմա ես տասանորդը կտամ, թող Աստված
չգիտեմ, առատապես ինձ հարստացնի, որովհետև այդպես է գրված երկնքի պատուհանները կբացեմ։ Ոմանք փորձում են, չգիտեմ, այսպես կյանքի դժվար պահերին, դե հիմա ես դարձա հավատացյալ, դու ասել ես, որ դժվարություն չի ունենա, ոչ ոք ով քեզ է հավատում, այդպեսի բան իհարկե Աստված չի ասել, բայց սատանան մոտենում է մի փոքր ծռելով, Աստծո խոսքը սխալ մեկնաբանելով, մոլորեցնողների, քարոզների միջոցով, օրինակ բարգավաճման ավետարանը, այդ հարստանալու, առողջ լինելու, չգիտես, բարգավաճ լինելու այդ ավետարանը, որ ընդհանրապես կապ չունի Քրիստոսի ավետարանի հետ, այսօր շատ տարածվում է։ Մարդիկ էլ փողասեր լինելով վազում են եկեղեցի, որովհետև եկեղեցին իրենց խոստանում է հարստություն, ոմանք անգամ փող են աշխատում, չգիտեմ, օծման յուղեր են վաճառում, օրհնված օծանելիք են վաճառում, չգիտեմ ինչեր են անում, եւ մարդկանց ասում են այս օծանելիքը քո վրա փչես Աստծո ներկայությունն է գալիս, մի խոսքով սատանան մոլորեցնում է եւ ասում է փորձիր Աստծուն։ Եվ մենք նույն կերպ պիտի հաղթենք սատանան, ինչպես որ Տեր Հիսուսը հաղթեց հռչակելով գրված է. Ես անելու եմ այն, ինչ գրված է։ Եվ Աստվածաշնչում գրված է. հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանան եւ նա կփախչի ձեզնից, եւ Տեր Հիսուսի օրինակի մեջ տեսնում ենք, որ նա հնազանդվեց Աստծուն, գրված է հռչակումները, դա Աստծուն հնազանդության հայտարարություններ էին, եւ սատանան Աստծու խոսքին չի կարող չհնազանդվել այն առումով, ոչ թե ինքը պահում է Աստծո խոսքը, այլ Աստծո խոսքի սկզբունքները անխախտ են, երբ որ գրված է. հնազանդվեք Աստծուն, հակառակ կանգնեք սատանան եւ նա կփախչի, ահա հենց այս խոսքի համեմատ այս օրենքը, այս հոգևոր օրենքը գործեց եւ նա փախավ, նա թողեց Տեր Հիսուսին եւ գրված է հրեշտակները եկան եւ ծառայում էին իրեն։ Այսպիսին է բոլոր այն հավատացյալների ընթացքը, ովքեր Տեր Հիսուսի այս անապատի 3 փորձություններից դասեր կքաղեն եւ իրենց կյանքի 3 ոլորտները՝ մարմնի ցանկություն, այս աշխարհի առաջարկած հարստությունն ու փառքը եւ նաեւ Աստծուն փորձելը իր խոսքը ծռելով, իր խոսքը սխալ մեկնաբանելով եւ մոլորեցնողներին զանազանելու արդյունքում տեսնենք, որ այս 3 ոլորտները կարգավորվում են մեկ բառով՝ գրված է։ Եվ ես որոշում եմ հնազանդվել Աստծո խոսքին, ոչ թե իմ ցանկություններին, ոչ թե իմ ձգտումներին եւ ոչ էլ իմ պատկերացումներին, այլ քո խոսքին եւ քո կամքին։